Մենք պետք է փառք Տիրոջը անդադար գոհանանք, որ Հայաստան աշխարհում 60 թվականին Սուրբ Հոգին իջավ Հայաստանի վրա եւ սկսեց մկրտություններ անել Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի ծնվավ Հայաստանում։ Դա Աստծո մենաշնորհն է։ Սերգեյ եղբորն էլ օգտագործեց, որպեսզի այդ եկեղեցին ծնվի, սիրելներ, փառք Աստծո, այդ եկեղեցին անցել է մեծ ճանապարհներ, մեծ դժվարություններով, հալածանքներով, նեղություններով։ Մենք հիմա պետք է փառք տանք, որ այդպիսի եկեղեցու մեջ ենք ծնվել եւ մեր ծնունդը մարդից չի։ Աստծո խոսքում ասում է, որ Աստծուց է այդ ծնունդը, սիրելներ։ Մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ Հովհաննես ավետարան առաջի գլուխ 13 խոսքը, որոնք ոչ այրունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, ապա Աստծու ծնան։ Այսինքն մեր հոգևոր ծնունդը կապ չունի մեր այրունից, որևէ մարմնի կամքից, որևէ մարդի կամքից, ապա իր ուզելով, ինչպես Աստծո խոսքն ասում, Հակոբոս առաջի գլուխ 18 խոսքում, իր ուզելով մեզ ծնավ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք իր ստեղծվածային երեխայր լինենք։ Բոլոր քրիստոնյա եկեղեցիները հավատում են, որ Պենտեկոստեն դա եկեղեցու ծննդյան օրն է։ Բոլոր եկեղեցիները քրիստոնյական համարում են եկեղեցու ծնունդը Պենտեկոստի օրը։ Դա ամենամեծ իրադարձությունն է եղել, դրանից շատ դարեր առաջ Աստված ասեց, եկեք իջնենք, լեզուները խառնակենք, դա բաբելոնյան աշտարակի կառուցման ժամանակ էր, և նրանք մի լեզուի մի խառնվածք էր, իջան լեզուները խառնակեցին և ծնվեցին ազգեր լեզուները, սիրելներ, բայց Պենտեկոստի օրը կատարվեց հակառակը, էլի իջավ Սուրբ Երրորդությունը, իջավ այս անգամ բոլորը խոսեցին հոգու լեզու, բոլոր ազգերից ցեղերից ժողոված էին, Սուրբ Հոգին եկել է որպեսզի, որտեվ Հիսուս անձամբ ինքն է ասում, լավ է որ ես գնամ, Հիսուսը գիտեր, որ ինքը գնալու է, նա որպես մարդ հայտնվել էր, իր միսիան կատարեց, նա ծնվել էր երկնքի արքայությունը քարոզելու համար, հրաշքներով նշաններով հաստատելու համար և իր ամենափառավոր խաչելության և հարությամբ նա պիտի գնար երկինք և նստեր հոր աշկողում որպես մեր բարեխոս։ Սիրելիներ, Հիսուս իր եկեղեցին կապում է իր խոսքի հետ և իր Սուրբ Հոգու հետ։ Դրա համար Պողոս առաքյալը իր հոգևոր գործունեության ընթացքում Մելիտեին, որ հավաքում է Եփեսոս եկեղեցու երեսներին, նրանց պատվեր տալուց հետո ասում է. հիմա եղբայրներ, կհանձնեմ ձեզ Աստծո անոր շնորհած խոսքին, որ կարող է շինելու բոլոր սրբազները ձեզ ժառանգություն տալու։ Նա չասեց հանձնում եմ ձեզ առաքյալներին, մարգարեներին, հովիներին, ավետարանիչներին։ Հանձնում եմ ձեզ Աստծու։ Սա գրված է Գործ առաքելոց 20 գլուխ 32 խոսքը, որտեղ մարդի հոգին ով արարել է, մենք գիտենք մարդի հոգին ինչպես արարվավ Եդեմական պարտեզում, Աստված ռնգունքներից շունչ փչեց և արարվավ հոգի։ Այդ հոգին ճանաչողը միայն ինքն է իր խոսքի զորությամբ։ Եվ մարդի հոգու վրա միայն կարող աշխատել Աստված իր խոսքով և իր հոգով։ Հոգու վրա աշխատողը Աստծո խոսքն է։ Եթե Աստծո խոսքը քո կյանքում չի աշխատում, ես
Սուրբ Գիրք կարդում եմ եւ բոլորս էլ կարդում ենք Սուրբ Գիրք, Սերմնացանի առակի մեջ այն 3 տեսակները պտուղ չտվեցին։ Մի տեսակն է պտուղ տալի, որտեղ պարաթողը։ Այսինքն, եթե խոսքը չմտավ քո մեջ եւ քո ներսը չսարքես պարաթող, դու պտուղ չես կարող տալ։ Համաձայնվի, որ խոսքը սրսկվի քո մեջ։ Եզեկիելի 36-րդ գլուխ 25 խոսքում ասում է, ձեվրա մաքուր ջուր սրսկեմ, ձեր պղծուներից կուրքերից ձեզ մաքրեմ։ Դու, որ գալիս ես հավատքի, ուշադրություն դարձրու, որ խոսքը Տերը սրսկի քո մեջ, որ քո ներսի բոլոր կուրքերը պղծուներ մաքրի եւ դու սուրբ սիրտ ստանաս։ 26 խոսքում է գրված։ Շատ հավատացյալներ գալով հավատքի փոխանակ փափագեն սուրբ սիրտ ստանալ, փոխանակ փափագեն բոլոր կուրքերից պղծուներից մաքրվեն, չեն մաքրվում դրանցից։ Այսինքն մաքրվելու աստիճանը ինչպիսին պիտի լինի։ Որտեւ Հիսուս ասեց, լավ է ես գնամ Սուրբ Հոգին որ գա։ Սուրբ Հոգին գալիս է որ իմ ու քո ներսի մեղքի անկյունակարը քանդի, որ Քրիստոս անկյունակարը կառուցի իմ ու քո մեջ, որպեսզի հոգավոր տարաճար կառուցվի։ Սուրբ Հոգին չի եկել մենք օտար լեզվով ընդհանրեն աղոթենք։ Սուրբ Հոգին եկել է որպեսզի մեր ներսի մեղքից կառուցված այս ստության քարը, որ մեր հոգու մեջն է, քանդի, ինչպես քանդեց Պողոս առաքյալի ներսը, որ նա հայուհի չէր, հալածող էր, թշնամող էր, բայց տեսեք ինչ կատարվավ իր մեջ։ Նա էր ստության մայրաքաղաք եւ Քրիստոսի ճշմարտությունը իմ ներսի դիսա։ Երկրորդ Կորինթացիս 11:10 ասենք ստություն լրիվ քանդվել է, հին մարդը նվաճվել է, խաչվել է, եւ Քրիստոս ճշմարտությունը կառուցվել է այդ մարդի մեջ, որտեղից սկսավ այդ կառույցը, սկսավ անկյունակար քանդվելուց, հիմքը Քրիստոս դրվելուց, հիմքը, մեր հավատքի հիմքը Քրիստոսն է, մեր կյանքի անկյունակարը Քրիստոսն է, եկեղեցու գլուխը Քրիստոսն է, մենք իր մարմնից ոսկորներից ենք, սրանք բոլոր համարներ են Սուրբ Գրքից։ Դու որպես եկեղեցու ժողովուրդ կարող եք իմանալ այդ տեղերը։ Ես ժամանակի տեսանկյունից չեմ ուզում, որտեղ եղբայրները պետք է խոսեն, ես գնալու եմ։ Դրա համար սիրելի եղբայրներ, քուրեր, Սուրբ Հոգու առաջի գործը քո հավատքը աշխարհի նկատմամբ քանդի եւ կառուցի Քրիստոս հիմքի վրա, Քրիստոս կյանքի անկյունակարի վրա, որպեսզի այնտեղ հոգեվոր տաճար կառուցվի։ Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, որպեսզի մեզ հոգեվոր անձը ձևավորի մեր մեջ։ Պողոս առաքյալի նպատակը իմ ворցակներ նորեն ծնդական ցավ եմ քաշում, որ Քրիստոս ձեր մեզ ձևակերպի։ Ես հանդիպել եմ իմ հոգևոր կյանքի ընթացքում, շատ հոգիներ եմ տեսել, լավ հավատք են ունեցել աղոթելու, աղոթել են մարդիկ հրաշքներ ակատարվել, բժշկություններ, նշաններ, Սուրբ Հոգու մկրտություններ, նույնիսկ մարգարեություններ են կատարել, տեսիլներ են տեսել, բայց դրանցից մեծ մասը մնացին ճամփիկես, հեռացան եկեղեցուց, մեղքի մեջ են մեռան։ Մի անց գիտեմ, շատ տարիներ, ես 20 քանի տարեկան էի, այցելել այդ եղբորը հիվանդանոցում, նա այնպիսի հրաշքներ էր տեսել, որ այսօր կարող է շատերիս կյանքում այդ հրաշքը չի եղել, եւ նա գործիչ էր մեծ, բայց գիտեք ինչ ասեց ինձ, Պավել եղբայր, տղաս, ասեց սատանան հենց է կատոգենձի ասֆալտի վրա, որ քերես եղբայր չի լինի, եւ մեռավ, թաղումն էլ հոգեվոր չեղավ։ Եղբայրներ, քուրեր, Աստված եկել է Քրիստոս կյանքը ձևավորի մեր մեջ։ Եթե Պողոսը ցավ էր քաշում, որ Քրիստոս ձևավորվի եկեղեցու մեջ, որ չափ ցավ է քաշել ինքը իր համար, նա նեղ դուր անցել,
նեղ ճանապարհ անցել, որպեսզի կյանքի հայտնությունն է, ով որ Քրիստոս կյանքի հայտնություն չունի, նա մեղքի մահվան թագավորության մեջ է դեռ։ Ով կազատի քեզ մեղքի մահվան օրենքից, կյանքի հայտնություն, կյանքը հայտնվավ, նոր մարդը մեղքից ազատվավ։ Մինչև այդ դրա համար մարդիկ կան, ինչու այսքան բաժանումներ, այսքան հակառակություն վիճաբանություններ կան եկեղեցիների մեջ։ Միակ պատճառը, եթե իմ մեջ էլ Քրիստոս ձևավորվի, քո մեջ է Քրիստոս ձևավորվի, մենք մեկանանք Աստծու հոգու հետ։ Անոր Տիրոջ կմոտիկանամ, անոր հետ մեկ հոգի կլա։ Այդ աղոտ կարել Աստծո որդին, չի աղոթել որևէ մարգարե, չի աղոթել որևէ առաքյալ, աղոթել անձամբ Քրիստոս։ Եվ աղոթել ասելա. Հայր, ինչպես ես ու մեկ ենք, անոնք մեր հետ մեկը լան։ Եղբայրներ, քույրեր, այսօր ես ու դու չենք եկել հավատքի, մարդկանց հետ մեկանալու, եկել ենք Սուրբ Հոգու հետ մեկանալու, Սուրբ Հոգու հետ մեկ հոգի լինելու։ Սա Աստծու գերագույն նպատակն է։ Հավիտենական դարերից առաջ Քրիստոսով տրված է շնորհքը մեզ, որ մենք իր հետ մեկանանք։ Ես գիտեմ շատերը տարբեր աղոթներ եք անում, բայց երանի լացեք, ողբանք, որ Աստծո հետ մեկ հոգի դառնանք։ Աստված իր խոսքը սրսկի մեր մեջ, որ մենք ազատվենք մեզանից, մեկանանք Քրիստոսի հետ։ Պողոս առաքյալ նման մարդը ինչու էր ամենատեն Քրիստոսի մահը կրում։ Առաքյալ մարդ էր, ինչու էր մահը կրում, ինչու էր հավաներ նեղություններին, տառապանքներին, հալածանքներին, նախատինքներին, անարգանքներին, խեր հավանում ես մարդը, որտեղ դրսի մարդը որ անարգվի, ներսի մարդը կաչի։ Եղբայրներ, քույրեր, մենք եկել ենք, մեր վրայից հանենք հին մարդը, հագնենք նոր մարդ եւ նորով աճենք, նոր կյանք։ Աստվածաշնչի առաջի տողից մինչև վերջի տողը Սուրբ Հոգին խոսում է կյանքի մասին։ Այս երկակի վրա կյանք չկա, կյանքը Քրիստոսն է, իր խոսքու եւ իր հոգու մեջ, փառավորվի նրա անունը։ Նա շուտով գալու է, երանի նրան, որ Քրիստոսի հետ մեկացած է։ Մեկացած առաջի դարի եկեղեցին, առաքյալների ժամանակ ինչ հալածանք կար, մեծ հալածանք կար, բայց առաքյալները ամեն մեկը, որ Քրիստոսի հետ մեկացել էին, նրանք մեկ էություն էին դարել, որտեղ Սուրբ Հոգին մկրտել էր մեկ մարմին լինելու, եւ նրանք մեկ էին, դրա համար այդ մեծ հալածանքը նրանց չկարողացավ բաժնել։ Այսօր իմ քարոզության նպատակն է, որ Հայաստանի եղբայրությունը եկեղեցին մեկանա ոչ թե մարդի հետ, մեկանա Սուրբ Հոգու հետ։ Սուրբ Հոգու հետ մեկացեք։ Ձեր հավիտենությունը ապահովված կլինի, բայց այսօր շատերը վախենում են, որ հանկարծ փրկությունը կորցնեն։ Եթե դու Աստծո հետ մեկանաս, նույն Սուրբ սիրտ ունենաս, կոտրած խորքով ունենաս, Սուրբ Հոգու հետ մեկանաս, քո փրկությունը հավիտյան ապահովված ես։ Փրկությունը կլինի հետևանք, ոչ թե նպատակ, քո նպատակը երկնային Աստծո հետ մեկանալը լինի։ Եվ դա աղոթել Աստծո որդին, նրա աղոթքը պետք է կատարվի երկակնդի վրա, ով որ սրտանց, անկեղծ, առանց աչուցակ նայելու ուզում են մեկանալ Աստծո հետ։ Փառավորվի նրա անունը։ Շուտով նա գալու է, սիրելներ, կանգնենք աղոթքի, Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ մեկացնի իր հետ, կատարվի պենտեկոստել կյանքը, Սուրբ Հոգու զորությունն է, որ մեզ մեկացնում է իր հետ, հարազատացնում է, երկնքի հետ հարազատացնում է, ամենահարազատ մարդը, որ քեզ գրկում է, սիրում է, ինչ քաղցրություն ասում քո մեջ, բայց երբ որ քո հավիտենական սիրող Քրիստոսը գրկի քո օգուն, համբյուրի քո օգուն, ինչպիսի կյանք լցվի քո մեջ, փառավորեք նրան։